Այդ տաքսիստը կասկածել է քո գործում։ Ոնց պա իրան նվերը, երբ որ ինքը տեսնում է ձեզ իրար հետ։ Ու կապ չունի, որ դուք բաժանված եք, ամեն ինչը միանգամից չի մոռացվում։ Դու հիմա ստիպում ես, որ ես ինքս ինձ ված զգամ, որովհետև բոլորդ իմ ու Հարութի հարաբերությունները ուրիշ ձև եք մեկնաբանում, ուրիշ ձև եք վերլուծում, իսկ երբ որ մենք փորձում ենք բացատրել, ձեզ անընդհատ թվում է, որ մենք խաբում ենք կամ ինչ-որ բաներ հորինում ենք, բայց այդ տենց չի։ Բա որ տեսնում ես, ձեր շփումը ինձ դուր չի գալի, ինչի ես շարունակում։ Քո հույսը մենակ ես պետք է լինեմ, Սեդա։ Մենակ ես, ոչ թե տաքսիստը։ Իսկ եթե ինքը կապ ունենա այդ դեպքի հետ, ինչ ես անելու հետո։ Ինքը կապ չունի այդ դեպքի հետ։ Պարզա, ես եկել եմ քրոջս հետ խոսեմ, իսկ ինքը մեկը իրան է պաշտպանում։ Գիտես ինչ կա, ես էլ ոչ մի բան չեմ անելու։ Թող նվերն ու Հարութը իրար սպանեն։ Ես էլ ոչ մի բան չեմ անելու։ Բայց եթե բանը դրան հասնի, այդ մեղքն էլ է քո վզին լինելու։ Էդ ես ուզում։ Իսկ ես այսօր համոզվեցի, որ քո կողմից ես չգնահատված մարդ եմ։ Մինա, սպասի։ Մինաս, դու իմ կյանքում միակ մարդն ես, ով երբեք իր արժեքը չի կորցնի, ինչ էլ որ լինի։ Եթե անգամ դու ինձնից հրաժարվես, միևնույնն է, ես շարունակելու եմ սիրել քեզ։ Դու ինչի ես ուզում, որ բանը հասնի երես թեքելուն, հա? Դու չես հասկանում, որ հիմա կռիվը երկու տղամարդու մեջ է։ Ու կարևոր չի դու ինչ ես մտածում։ Ու կարևոր չի, որ դու մտածում ես, որ տաքսիստը անմեղ է։ Նվերը ուժի ձև է մտածում։ Իր համար ինքը մեղավոր է։ Ինքը ամեն ինչ անելու է, ես չեմ կարող էլ իրան կառավարեմ, չես հասկանում այդքանը։ Լավ, դու ինչ ես ուզում։ Ուզում ես փակվեմ տանը, տնից դուրս չգամ։ Ախր ես ու նվերը վաղուց բաժանվել ենք իրարից։ Լսի, ժամանակին դու եղել ես նվերի օդն ու ջուրը։ Դու հասկանում ես, ինքը մտածում է, որ այն մարդը, որը քո պատվի հետ է խաղացել, իր պատվի հետ էլ է խաղացել։ Ոնց եմ հոգնել ես այս ամեն ինչից։ Բա ես ոնց եմ հոգնել։ Դու չես հասկանում, որ արունա թափելու։ Դու չես հասկանում, որ այդ քոնի հետ է կապ ունենալու։ Թող։ Պետքա գնաս երկրից։ Ինչ։ Պետքա գնաս երկրից։ Հիմա մենակ ետ է հանգստացնելու ամեն ինչը։ Համ դու ես մեղք, համ մենք բոլորս։ Հա, այսինքն ես այնքան եմ բարդացնում ձեր կյանքը, որ որոշել եք ազատվել ինձնից, ու մի հատ էլ դու ես նեղանում, բա ես ինչի չեմ նեղանում այսքան քո ասածներից հետո։ Երևի սխալն էլ է դա, գիտես։ Բոլորիդ նման ուղղակի պիտի իմ ասած իմ կարծիքը առաջ տանեմ ու վերջ։ Ինչ եղավ քեզ։ Դու չէիր ինձ համոզում, որ ես հասկանամ, որ ընդունեմ, որ իմ հետ կատարվածը ընդամենը դժբախտություն է։ Հիմա քո ասածներից ես պիտի ենթադրեմ, որ այն ինչ որ իմ հետ կատարվել է, այդ ամոթը պիտի ճակատիս հավերժ դաջված մնա։ Դու երկրից գնալու ես։ Ես ամեն ինչ արել եմ դրա համար։ Դու գնալու ես Բելգիա, իմ ընկերոջ մոտ։ Իր աղջիկն էլ քո թայա։ Իր այդ լավ ընկերություն կանեք։ Ես վերջերս ես լսել եմ, որ պիտի հարսանիք կան։ Իրա մոտ կլինես, ինքն է ուրախ կլինի։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու, ոչ մի տեղ։
Դու հասկանում ես, չէ՞ որ լացելով իրավիճակը չես փոխելու։ Ես ում դու ստեղից գնաս։ Լավ։ Ես համաձայն եմ, բայց մի պայմանով։ Ինչ պայման։ Ես Բելգիա չեմ գնալու, հատկապես Սիմոնենց տուն։ Ես հիմա ընդհանրապես այն հոգեվիճակում չեմ, որ մասնակցեմ ինչ-որ մեկի սիրո արարողությանը։ Ես ուզում եմ անապագինեմ։ Ինչ անապա, ինչ ես խոսում։ Ես քեզ ավելի լավ տեղ եմ ուղարկում։ Իսկ կլինի գոնե այդ մի բանը ես որոշեմ, թե ուր եմ ուզում գնամ։ Ես անապայում ընկերներ ունեմ, դու իրենց չես հիշի։ Կփորձես հիշացնես։ Մեր մաման ու իրենց մաման ընկերություն էին անում։ Էդգարի ու Նվարդի մասին է խոսքը։ Չէ, չեմ ճանաչում։ Հա, գիտեմ։ Ես ու Նվարդը նույն դասարանում էինք սովորում, Էդգարն էլ մեզնից մի տարի մեծ էր, բայց երկար չսովորեցինք իրար հետ, որովհետև իրանք անապա գնացին։ Ես իրանց հետ լիքը լավ օրեր ու լավ հիշողություններ ունեմ։ Ու ինձ թվում է, որ ես շատ լավ առիթ է այդ հիշողությունները նորից վերականգնելու համար։ Դու ուզում ես, չէ՞, որ ես մի քիչ ցրվեմ։ Շատ։ Ես ում որ դու գնաս հանգստանաս։ Կլինի ուրեմն անապա գնեմ։ Կամ եթե անապան խնդիրը… Ինչի անապան պետք է խնդիր լինի։ Չգիտեմ։ Ոչ մի խնդրեմ չկա, ես քո համար այսօր տոմս կառնեմ։ Իմ համար կարևորը որ դու շուտ գնաս։ Ինձ պետք է որ դու ստեղ չլինես։ Բայց պետք է մի բան պայմանավորվենք։ Ինչ։ Դες ինձ ոչ մեկ չպետք է իմանա ուր ես դու գնում։ Սյուզին էլ չպետք է իմանա։ Ոչ մի քո ընկերուհին, ոչ մի քո ծանոթը, ոչ մի քո մոտիկը, ոչ մեկ չպետք է իմանա դու ուր ես գնում։ Ես վախենում եմ քո համար։ Ես վախենում եմ որ նվերը քո հետևից գա։ Ինչ ժամանակ է պետք, որ ես նվերի հետ հարցերս լուծեմ։ Ես էլ եմ ուզում քեզ նույն բանը խնդրեի, ուղղակի չգիտեի ոնց ասեի, որովհետև ամեն դեպքում Սյուզին կինդ է։ Մենք պայմանավորվեցինք։ Ինձ էլ կներես, հա, եթե քեզ նեղացրի։ Հիմա դրա մասին մի մտածի։ Ես ուզում եմ որ դու գնաս, հանգստանաս, հետ գաս ու մենք սկսենք ամեն ինչը նորեջից։ Բայց ոնց եմ գնալու անապա, ինչքան գիտեմ ուղիղ թռիչքներ չկան։ Դու դրա մասին մի մտածի։ Ես քեզ կուղարկեմ Սոչի, քեզ կդիմավորեմ եւ կտանեն անապա։ Լավ, թող դիմավորեմ, բայց ես ոչ մեկի տանը չեմ մնալու։ Լավ, կմնաս իմ ընկերոջ հյուրանոցում, համաձայն ես։ Դե ուրեմն ես գնացի քո տոմսերի հետևից։ Փոշմանեցիր։ Չէ, ուղղակի ինձ թվաց, որ դու չես ուզում անապա գնամ։ Ես քեզ բան ասեցի։ Հաստատ անապա գնալը խնդիր չի։ Լավ։ Մամայիդ կյանքում եղել է տղամարդ։ Ինչքան էլ ցավալի է այդ փաստը, բայց եղել է։ Անունը Արթուր էր։ Անապայում էր ապրում։ Հաստատ։
Դե ես ասում եմ այն ինչ որ Մինասին է հաջողվել ճշտել։ Փաստորեն դեմ չես, որ գնամ անապա։ Ինչի՞ չես քնել, մամ ջան։ Անհանգիստ էի։ Իմացար ովքեր էին։ Չէ։ Չիմացա, բայց այս կողմերը չանել էր վացել։ Ինձ թվում է ինչ-որ բան են ուզեցել ճշտել ու գնացել են։ Դու հանգիստ քնի։ Դու էլ չես գնալու։ Չէ։ Գնում եմ քնեմ։ Այսօր եկել էի։ Սպասում էի, որ դուրս գաս, բայց չեկար։ Հետո շուտ տուն եմ եկել, որովհետև մամային պետք էր։ Հետո ասում եմ, որ իմանաս։ Այսօր եկել էի։ Սպասում էի, որ դուրս գաս, բայց չեկար։ Հետո շուտ տուն եմ եկել, որովհետև մամային պետք էր։ Հետո ասում եմ, որ իմանաս։ Լավ, ինչ եղավ քեզ կբացատրես։ Չես հասկանում, որ պետք է խոսենք ու բացատրես։ Ինչ եղավ, ամեն ինչ նորմալ էր, Սեդա։ Լավ, ինչ եղավ քեզ կբացատրես։ Չես հասկանում, որ պետք է խոսենք ու բացատրես։ Ինչ եղավ, ամեն ինչ նորմալ էր, Սեդա։ Կներես։ Էլի մենակ մնացիր, Մանե ջան։ Էլի ոչ մեկին պետք չես։ Ոնց որ ծնված օրվանից անպետք մեծացար, տենց էլ կյանքդ շարունակվեց։ Բայց արդեն ես եմ որոշելու։ Ես եմ իմ կյանքը կառուցելու։ Ես քո տոմսը դերսել եմ։ Առավոտ գնում ես, խնդրում եմ պատրաստ եղի։ Ալո, Կներես, որ ուշ ժամի եմ զանգում, ուղղակի զանգել եմ ասեմ, որ գալու եմ։ լավ է, շատ լավ է։
Այդ դեռ պարզ չի, որովհետև ես քեզ համ հավատում եմ, համ չեմ հավատում։ Իրականում շատ վախեր ունեմ, ուղղակի մամայի վզնոցի նկարը շատ բան փոխեց։ Ես քեզ չեմ խաբում։ Հույս ունեմ։ Սեյդա, դու երբ գաս ու հասնես անապար, շատ ավելին կիմանաս։ Ես քեզ վնասելու մտադրություն չունեմ։ Մենք իրար չենք տեսել ու չենք ճանաչում։ Բայց մաման ինձ մեծացրել այն հոգեբանությամբ, որ ես քույր ու աղբեր ունեմ։ Ու ես քեզ սպասում եմ, որպես աղբեր։ Դու ինչ ես այս ժամին ստեղանում։ Էլենը չկա։ Այսօր առավոտյան իրերով եկավ մեր տուն ու պիտի մնար։ Ու տեսնեմ չկա։ Իրերը հավաքել է գնացել է, զանգում եմ չի պատասխանում, գնացի տուն։ Այնտեղ էլ չի, հարևաններն էլ չգիտեն ուրա։ Պարզա։ Ինչն է պարզ, մինաս։ Դե Էլենի համար անհանգստանալ պետք չի։ Մենք երկուսը գիտենք ինքը ուրա։ Նվերին նկատի ունես, հա, ճիշտ եմ հասկանում։ Մենակ միասաբար քո մտքով նույն բանը չի անցել։ Դե չգիտեմ։ Եվ մեկ է մի բան։ Վաղը Սեյդան գնում է երկրից։ Այդքան բան։ Իմացա, որ գնում ես։ Գնում եմ։ Փաստորեն, որ չգայի չտեսնեի, առանց հաջողություն անելու գնալու էիր։ Չէ, Սյուզի, գնալուց առաջ գալու էի ձեզ տեսնեի։ Ոնց ես պատկերացնում առանց Եվային տեսնելու գնալու էի։ Իսկ ուր ես գնում։ Դեռ պարզ չի։ Վաղ առավոտյան մեկնում ես, բայց դեռ պարզ չի։ Դե հա, տենց է ստացվել։ Լավ, դրա մասին հետո կխոսենք։ Կարող եմ իմանաս Էլենը ուրա, զանգում եմ չի պատասխանում, գրում եմ չկա։ Դու մեր խոսակցություններին ներկա եղել ես ու շատ լավ հասկացել ես, որ ես ու Էլենը այլևս նույն հարաբերությունները չունենք։ Ու ես տեղյակ չեմ ոչ իրանից, ոչ էլ իր արած քայլերից։ Իսկ կարող է ինքը հենց այդ խոսակցությունից նեղված է գնացել։ Դե շատ լավ է։ Ուրեմն ամոթ ունի։ Սեդա ջան, ես քեզ ասում եմ Էլենը չկա։ Զանգում եմ չկա, գրում եմ չկա, ու տանն էլ չի։ Ինքը իմ քույրն է։ Ու ես չեմ թողնի, որ իր մազը ծռվի։ Հա շատ լավ կանես Սյուզի ջան, բայց ինձնից ինչ ես ուզում։ Ինչի ես եկել իմ մոտ։ Դե մտածում եմ կարող է ինքը նվերի հետ է։ Եթե հանկարծ նվերի հետ եղավ, այդ շատ վտանգավոր է։ Ինչի։ Սիրում է, չէ։ Այդ հետո կխոսանք։ Հիմա կգաս գնանք նվերի տուն։ Իհարկե ոչ։ Ես նվերի տանը ինչ գործ ունեմ։ Դե մտածում եմ, որ ինքը ինձ ու քեզ միասին տեսնի, կմտածի, որ ինչ որ կերպ քեզ կուզենա ցավացնի ու կասի, որ Էլենի հետ միասին են։ Իսկ ինձ որ տեսնի, ոչ մի բան չի խոսա։ Նվերը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ու նաև չի հետաքրքրում, թե ինքը ում հետ է ու ինչ է անում։ Հա, բայց ինքը դեռ հույս ունի ու հավատում է։ Սյուզի, վերջ։ Չէ, չեմ գալու։ Փոխվել ես, գիտես, Սեդա։ Ստիպված էի։
լավ ես զգում քեզ։ Մինաս, 3 ժամ ունենք, չէ՞ դեռ ես պիտի հասցնեմ Վարշավիրանոց մտնեմ։ Հա, իհարկե կհասցնենք։ Ես այսօր ազատ եմ, բան չունեմ անելու։ Ալո։ Հա։ Ինչ ա եղել։ Ես սա գամ շտաբ գործա բացվել։ Կհասցնենք, բայց Հա, կհասցնենք։ Հեսա ես հետ կգամ։ Աղջիկ ջան, հիմա լավ ես զգում քեզ։ Ման է։ Ինչ ա եղել հետդ։ Ոնց ես քեզ զգում։ Բայց ինչի եք Մինասին զանգել։ Իմաստը ո՞րն է, ես ուղղակի ինձ վատ եմ զգացել, ընկել եմ։ Շատ ճիշտ եք արել, շատ շնորհակալություն ձեզ, բայց ես հիմա արդեն ստեղ եմ, դու կարող եք գնալ։ Ինչ ա վիճակդ։ Ախր խնդրել էի, որ չզանգեն։ Որ իմացա ուշքդ գնացել էր, կես մարդ էի դառը։ Ոչ մի բան չկա, իզուր ես եկել։ Մարդ եմ հիմա, վատ եմ ինձ զգացել։ Իսկ կարող է խնդիրներ ունես։ Կուզես բժիշկ կանչեմ։ Չէ։ Ուղղակի խնդրում եմ գնա, մենք պայմանավորվել ենք, չէ՞ որ ամեն ինչին վերջ ենք տալիս։ Հիմա պետք չի, որ այս ամեն ինչը պատճառ դառնա ու Կլինի հանգստանաս։ Ես այս հյուրանոցից պետքա դուրս գամ։ Չեմ ուզում էլ քեզ նեղություն տամ։ Մենք պետքա խուսափենք մեր հանդիպումներից։ Դուրս կգաս։ Բայց արի հիմա սենց ասեմ, հիմա վատ ես, արի մնա հանգիստ։ Ոչ մի բանի մասին մի մտածի։ Փաստորեն անհանգստանում ես իմ համար։ Բայց այլ իմաստը ո՞րն էր մեր բաժանման։ Հավալս։ Պապ, երբ կգաս։ Հեսա գալիս եմ ցավը տանում։ Սեդան ասում էր ուշանալու եք։ Չեմ ուշանալու, շուտով կգամ։ Լավ։ Ես պետքա գնամ։ Արդեն գնում ես։ Դե իմաստել չկա մնալու։ Հա, ճիշտ ես։ Գնա։ Դες ես քեզ ասել եմ, քեզ ինչ որ պետք է ես որպես ընկեր քո համար կանեմ։ Մի մտածի դրա մասին։ Ինչ ժամանակ է պետք, որ քեզ ընդունեմ որպես ընկեր, որովհետև ես զգացմունքներ ունեմ քո հանդեպ Մինաս։ Ոնց որ էլի նոր անեծք ա կպնում ինձ այս կյանքում։ Ես էլի կորցնում եմ իմ սիրելի մարդկանց ու շրջապատվում եմ ոչ սիրելի մարդկանցով։ Չեմ ուզում շարունակեմ այս խոսակցությունը, որ ավելի ցավալի չլինի։ Երբ որ քեզ պետք լինեմ, զանգի, ես քեզ ասել եմ, ես քո ընկերն եմ։
Ես էլ եմ այս տան անդամ Սեդա, ու հենց նոր իմ ամուսինը ինչ-որ մեկի հետ նստեց մեքենան ու գնաց։ Այդ աղջիկը Հարութի նախկին նշանածն էր։ Այդքանից ավել ես ոչ մի բան չեմ կարող քեզ ասեմ, որովհետև ես էլ չեմ հասկանում ինչա կատարվում։ Եվ ես քեզ շուշուտ կզանգեմ։ Հաստատ Հաստատ արևս, բաչիկ։ Մինաս, Էլենը նվերի հետ չի, Դու ինչ գիտես։ որովհետև տեսել եմ, բայց Էլեն ինչ է, նվերին, ինչ որ աղջկա հետ։ Ու գիտես ով էր այդ աղջիկը։ Մեր տաքսիստի նախկին նշանածը։ Այն որ եկել էր մեր դռան դեմը ողբերգություն էր բեմադրել, թե իբր նվերը իրա պատվի հետ խաղացել է, իրա հետ վատավարվել, ու տենց։ Զարմանում եմ, գիտես, ոնց են կարողանում տենց խաղան։ Ամենավերջին ձևով իրար մեղադրում են, բայց հետո հենց իրանց ներկայացրած գայլի բերանում են հայտնվում։ Զոհ են ձևանում, թե իբր իրանց պատվի հետ խաղացել են, իրանց հետ լավ չեն վարվել, բայց հոպ, ներկայացումը ավարտվեց, վարակույրը իջավ, առաջին շարքից մի անգամից վազում են բեմ, հենց ուղիղ չարագործի գիրկն են ընկնում, են նույն մարդու, որ մի քանի րոպե առաջ ցեխ էին շպրտում վրեն։ Չէ, Սեդա ջան, դու չմտածես, որ ես քեզ եմ ակնարկում, բացարձակ, ես ընդհանուր եմ խոսում, չէ կան չէ տենց աղջիկներ, որ սիրում են այդ ցեխի մեջ ապրեն, բայց մարդկանց աչքի առաջ սպիտակ մաքուր շորով ներկայանան։ Մեզ հետ էր մնացի, որ դու Սեդային նկատի ունենաս։ Խոսում ենք էլի Մինաս։ Իսկ ինչու են զբաղված։ Ինչ են խոսում իրար հետ։ Որտեղ էին։ Իսկ կարամ իմանամ քեզ ինչի է այդ հարցը տենց հետաքրքրում։ Դու կարաս իմ հարցին պատասխանես։ Պատասխանեմ, դրսում եմ տեսել։ Այդ աղջկան էլ հիշում եմ, որովհետև մեր դրան դիմաց եմ տեսել։ Րոպե։ Ինքնա չէ։ Ինքնա։ Իսկ դու խղճացել էիր այդ աղջկան Մինաս, մտածում էիր զոհա, նվերի զոհնա։ Այնինչ ոչ մի զոհել չի, կա ուղակի սառը հաշվարկ։ Բոլորի աչքի առաջ անմեղ ձևանալ, բայց ոչ մի դեպքում իրանց մեղքը չընդունել, իրանց կեղտոտ արարքի համար պատասխանատվություն չկրել։ Այ այդ հոգեբանությունն ունի մեր տաքսիստի նախկին նշանածը։ Չնայած տաքսիստն էլ իր չեղած նշանածնել նույն կեղտի մեջ են հայտնվել։ Ու չգիտես ինչի անդադ մեր դռան դիմաց են պտտվում։ Կարաս էլ ոչ մի բան չխոսես։ Մենք ուշանում ենք։ Ինչ։ Ինչ որ սխալ բան եմ ասում։ Քո խիղճն է սխալ տեղում, Սյուզի, խիղճդ, կամ էլ ընդհանրապես չունես։ Այս ամբողջ պատմածիդ մեջ իմ ու Հարութի հարաբերություններն է իրակնարկում։ Ընդհանրապես չեմ հասկանում ինչ ես ուզում։ Եթե ես Էլենին չգտա ու Էլենից լուր չունեցա, իմացի որ քեզ եմ մեղադրելու, որովհետև հենց դու ես իրան նեղացրել։ Ու քո մեղքը սրանից հետո չհամարցակվես իմ ուսերին բարթել։ Չի ստացվի։
Մտածի մանե։ Մտածի։ Դու ինչ ես անում ստեղ։ Սեդային կկանչեք։ Յա, բա մի հատ է սուրճի սեղան չգցակ քո համար։ Չէ, նեղությունը մի քաշի։ Ուղղակի Սեդային ասա, որ եկել եմ ու իրան եմ ուզում տեսնել։ Գնա ստեղից, թե չէ մինասին կզանգեմ։ Ում ուզում ես կարաս զանգես։ Եկել եմ ստեղ ու պարտադիր պետքա խոսեմ Սեդայի հետ։ Սեդան տանը չի։ Ու երկար ժամանակ տանը չի լինելու, որովհետև երկրում չի, այնպես որ հույսդ կտրի ու գնա ստեղից։ Լուրջ։ Հա, լուրջ։ Ու քո վիճակն էլ է շատ լուրջ, տղա ջան։ Այդ Սեդայի ուղեղն ես կարողացել ուտել։ Մերը չի ստացվի։ Դու մեզ համար դեռ կասկածյալ ես։ Ու այնպես չանես, որ մինասին զանգելուց հետո մի հատ էլ ոստիկանություն զանգեմ։ Սեդա։ Սեդ։ Չես երևի մոռացել ա ուր ա եկել։ Ես քեզ ասում եմ Սեդան տանը չի, երկրում չի, չես հասկանում։ Ոնց երկրում չի, որ ինձ ոչ մի բան չի ասել։ Պաստորեն դուք այնքան մտերիմ եք, որ ինքը իր քայլերի մասին քեզ տեղյակ է պահում։ Չգիտեի։ Բա գույնդ ինչի ես սենց գցել, հա? Վախեցած ես։ Մտածում ես երկրից գնացել ա, կարող է ինչ-որ բան ա հիշել, մտքին ինչ-որ բան ա եկել, հա? Երևի նախապատրաստում ես, որ ինքդ քեզ փրկես։ Ես նախապատրաստվելու կարիք ընդհանրապես չունեմ, ու Սեդայի դեպքի հետ էլ ոչ մի կապ չունեմ։ Գնա հա ստեղից։ Մամ, Եվ ջան, ցավը տանեմ, հիշում ես, չէ՞ ինձ։ Մատ հեռու գնա երեխուցս։ Չեմ կծում։ Եվան էլ ինձ լավ ճանաչում է։ Հա Եվա։ հա, Եվ ջան, բալես Սեդան իրոք երկրում չի։ Եվա։ Դու ինչ գործ ունես սրա հետ, հա? Սեդայի հետ էի ծանոթացրել էր։ Իսկ ես քեզ քանի անգամ եմ ասել, որ անծանոթ մարդկանց հետ չխոսաս, բառ չփոխանակես, անկախ նրանից որտեղ ես ու ում հետ։ Եթե մարդուն չես ճանաչում, հետը բառ մի խոսա, հասկացար։ Հասկացա։ Դե հիմա գնա սենյակդ։ Այ քեզ բան։ Հա Մինաս, Ես Սեդային ճանապարհեցի, ամեն ինչ նորմալ է։ հիմա տուն ես գալիս։ Հիմա չէ։ Լավ։ Ես ինչ պատիվ ես արել զանգել ես։ Էլենից տեղյակ ես, կարող է իմանաս ուրա։ Չէ, ընդհանրապես տեղյակ չեմ։ Դե ոնց տեղյակ լինես։ Երեք Էլենի հետ էիր, այսօր Մանեի հետ ես։ Ու Մանեի հետ մենակ այսօր չես։ Հաջողություն։ Ոչ եմ խանգարում քեզ։ Դու ինձ երբեք չես խանգարում։ Վստահ ես։ Իսկ դու վստահ չես։ Ինչ իմանամ, կարող ուրիշ մարդ է սպասում։ Մի տեսակ ես հետս խոսում, թե ինձ է թվում։ Չէ, մի տեսակ չեմ, ուղղակի
Տեսնում եմ, որ լավ ես։ Գլուխը չի պտտվում, առողջ ես։ Հա, ոնց որ թե արդեն լավ եմ ինձ զգում։ Իսկ օրդ ոնց անցավ։ Սովորական, ոչ մի արտասովոր բան չի եղել։ Դուրս ես եկել։ Հա, կարճ ժամանակով։ Ու ոչ մի արտարոց բան չի եղել։ Ինչի ես կասկածանքով վերաբերվում պատասխաններիս։